Նոր ուսումնական տարին արդեն մտնում է բնականոն հուն, իսկ բուհերում եւ միջին մասնագիտական հաստատություններում առաջին կուրսեցիները հարմարվում են իրենց նոր կրթական միջավայրին։ Այս տարի եւս ցավոք արձանագրվել է դիմորդների թվի պակաս։ Բարև ձեզ, Արհերուսանկերության եթերում ճանապարհ հաղորդաշարն է, ես Ալիկ Հակոբյանն եմ եւ սկզբում առաջարկում եմ դիտել ռեպորտաժ, որը պատմում է թե ինչպես են տարին դիմավորել բուհերը, որից հետո քննարկելու ենք թե այդ ֆոնի վրա ինչպիսին է իրավիճակը միջին մասնագիտական կրթական հաստատություններում։ Նոր ուսումնական տարին նոր Եռուզեռ համալսարանական փողոցները ամառվա դադարից հետո կրկին մարդաշատ են, բայց ոչ այնքան որքան բուհերը կուզեին։ Այս տարի էլ նախորդի նման դիմորդների հետևաբար նաև ընդունվողների թիվը պակասել է։ Առկա ուսուցման համար առաջին փուլում 11800 դիմում է եղել, անցյալ տարվանից 500-ով պակաս։ Բոլոր բուհերում մենք գրեթե ունենք թափուր տեղեր, դա չունենք բժշկական համալսարանում, տնտեսագիտական համալսարանում։ Համատած նախորդ տարին անցած տարվա հետ ավելի շատ դիմորդ են ունեցել Պոլիտեխնիկա համալսարանը, Բրուսովի անվան լեզվաբանական համալսարանը, դրանց մոտ դիմորդների Գյումրու Նալբանդյանի անվան պետական մանկավարժական ինստիտուտը, այստեղ իմ նշած բուհերում, Իջևանի մասնաճյուղը եւ այլն այդ իմ նշած բուհերում դիմորդների թիվը ավելացել է։ Իսկ մնացած բուհերում որոշակի թվով պակասել է։ Առաջին փուլից հետո գրեթե բոլոր բուհերում թափուր տեղեր են մնացել, բացը փորձել են լրացնել երկրորդով։ Այս անգամ դիմել եւ ընդունվել են միջին մասնագիտական կրթության պարտասահմանից ժամանած կամ էլ առաջին փուլին հարգելի պատճառով չներկայացած դիմորդները, բայց միևնույնն է անհրաժեշտ քանակն ապահովել չի հաջողվել։ Ինչ-որ կորուստներ կան դիմորդների, թե դիմորդների թվում, թե ընդունելության։ Անցած տարվա համեմատ դիմորդների թվի անկում է գրանցվել նաեւ Երևանի Խաչատուր Աբովյանի անվան պետական մանկավարժական համալսարանում, թեև ուսումնական հաստատությունը դիմորդների քանակով առաջատար բուհերի ցուցակում է։ Եթե անցյալ տարի ընդունվել է շուրջ 1300 դիմորդ, ապա այս տարի ընդունվել է 1200 եւ երևի մի քիչ էլ ավել։ Չկա դիմորդ, չկա մրցույթ։ Հենց այս պատճառով էլ բազմաթիվ մասնագիտությունների դեպքում անգամ նվազագույն միավորներով ընդունվելը սովորական մի բան է դարձել։ Մանկավարժական համալսարանը ընդունվում է մեկը, որը 2.7.5 է ստացել 15 բալոնի, եւ երբ որ ավարտի գնալու է սովորեցնում երեխային, որը հետո 2.20 է ստանալու։ Մի քիչ ծանր դեպք է իմ համար դա։ Որակի ապահովման ազգային կենտրոնի տնօրենի խնդրին անհանգստացնում է։ Բուհ ընդունվելը դարձել է խաղուպար։ Դիմորդները քիչ են, տեղերը թափուր, ինչն իր հերթին կրթական որակի վրա է ազդում։ Ճանապարհ հաղորդաշարի հյուրերն են Հայաստանի Հանրապետության կրթության եւ գիտության նախարարության մասնագիտական կրթության եւ ուսուցման բաժնի պետ Սասուն Համբարձումյան, Երևանի տարածաշրջանային թիվ 2 քոլեջի տնօրեն Հրաչյա Գրիգորյան, Խաչատուր Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի պրոռեկտոր, հոգեբանական գիտությունների դոկտոր պրոֆեսոր Սրփուհի Գևորգյան, Երևանի համար 6 արհեստագործական պետական ուսումնարանի արտադրական ուսուցման վարպետ Գայանե Գասպարյան։ Եվ այսպես սա ճանապարհ հաղորդաշարն է, այսօր մենք խոսում ենք մասնագիտական կրթության, մասնավորապես միջին մասնագիտական կրթության ոլորտի խնդիրների մասին։ Պարոն Համբարձումյան, փաստորեն բուհական համակարգում այս տարի արդեն հայտարարում են պատասխանատուները, որ կա խնդիր, որտեղ դիմորդների թիվը պակասել է։ Ինչպես է պատկերը միջին մասնագիտական կրթության ոլորտում, համեցեք։ Շնորհակալություն, պարոն Հակոբյան, նախ թույլ տվեք շնորհակալություն հայտնել հնարավորության համար այս տաղավարից հանդես գալու։ Եթե չեմ սխալվում, երրորդ անգամ է, որ միջին մասնագիտական կրթության եւ արհեստագործական կրթությանն անդրադառնում ենք այս տաղավարից։ Փորձում ենք միշտ ուշադրության կենտրոնում պահել, համարելով կարևոր ոլորտ։ Եվ շատ շնորհակալություն, որովհետև դա ողջունել է իրավամբ վերջի տարիների նկատմամբ, ինչպես հասարակության, այնպես էլ պետության կողմից այս ոլորտի նկատմամբ ուշադրությունը բավականին մեծ է, եւ այստեղ էապես նպաստում է ոչ միայն կրթության որակի ժամանակակից տեխնոլոգիաներով համակարգը արդիականացնելու, համալրելու, հանգամանք այլ նաեւ հեռուստատեսությունների լրատվամիջոցների կողմից ոլորտի նկատմամբ ցուցաբերվող մեծ հետաքրքրությունը։ Համակարգի նկատմամբ այս տարի հետաքրքրությունը ցավոք սրտի թվային առումով փոքր է, բայց հետաքրքրության առումով մեծ է։ Ես մի փոքր առաջին հայացքից զարմանալի, միգուցե ձևակերպում արեցի,
բայց հիմա կփորձեմ պարզաբանել։ Թվային առումով փոքր է ինչը, որովհետև հիմնական կրթության հիմքով Հայաստանի Հանրապետությունում այս տարի 9-րդ դասարանի շրջանավարտները, այսինքն հիմնական կրթությունն ավարտած շրջանավարտները նախորդ տարվա համեմատ մոտ 45%-ով նվազել են։ Իմ գործընկերները հանրակրթության բնագավառի իմ գործընկերներն արդեն տարբեր առիթներով նշել են այս հանգամանքի օբյեկտիվ նախապայմանները, եւ դա պայմանավորված է 2005-6 թվականներին ընդունելության, ուրեմն օրենքում կրթության մասին օրենքում, հանրակրթության մասին օրենքում տեղի ունեցած փոփոխություններով, երբ որ ուրեմն երեխաները տվյալ տարվա բաժանվեցին 2 տարիների միջև եւ այնտեղ նաեւ ուսումնառության ընթացքում մի փոքրիկ ուրեմն թռիչք առաջացավ, դրանով պայմանավորված այս տարի մոտ 16500 է եղել հիմնական կրթության ավարտածների թիվը, օրինակ համատության կարգով ասեմ, որ անցյալ տարի 30500 էր հասնում, եւ այս առումով ուրեմն բնականաբար հիմնական կրթության հիմքով դիմորդների թիվը էականորեն նվազել է, բայց այս պայդրությամբ մենք տեղեկատվությունը ամփոփում ենք, մեկտեղում ենք ուսումնական հաստատություններից ներկայացվում են հաշվետվություններն արդեն ներկայացվել են ընդունելության վերաբերյալ եւ այս օրերի ընթացքում 1-2 օրվա ընթացքում մենք ամբողջական պատկերը կունենանք տեսնելու թե քանի հիմնական կրթության հիմքով քանի դիմորդ է եկել ուրեմն արհեստագործական կամ միջին մասնագիտական ուսումնական հաստատություն, բայց նախապես ամենօրյա շփումները կապեր ուսումնական հաստատության ղեկավարության հետ ասեմ, որ հուսադրող են այն ակնկալիքի նկատմամբ, ինչը որ մենք կարծում ենք, որ կլինի, մենք կարծում ենք, որ իրավամբ 50% մենք կրճատում կունենանք 50% ընդունելությունը կկրճատվի արհեստագործական եւ միջին մասնագիտական ուսումնական հաստատություններում, որովհետեւ բնականաբար երբ որ շրջանավարտները քիչ են, բնականաբար պետք է ընդունվողները քիչ լինեն, բայց մեր գործընկերների պատշաճ աշխատանքի արդյունքում ոնց որ թե թվերն ավելի հուսադրող են, այսինքն 50% նվազման փոխարեն նվազումը կարծես թե ես չեմ ցանկանում այս պայդրության վերջնական ինչ որ թվերը ասել, կարծես թե 30-40%-ը չի հասնում եւ սա ասած առաջին ձևակերպման երբ որ ձևակերպման պատասխանն է երբ որ սա աշխատանքի արդյունք է ըստ էության թվերը թեկուզ նվազել են բայց հետաքրքրությունը մեծացել է այսինքն եթե հետաքրքրություններ նվազած լիներ մենք ունենայինք 50% թույլ ընդունելու այսինքն 50% անցյալ տարվա համեմատ քիչ ընդունելություն բայց քանի որ հետաքրքրությունը մեծացել է իաշի որակյալ կրթության ինչպես նաեւ հանրության շրջանում արհեստագործական եւ միջին մասնագիտական կրթության նկատմամբ հետաքրքրության մեծացման այս առումով ուրեմն մեզ դիմորդներ ունեցել են։ Շատ բարի, պարոն Գրիգորյան, ասացեք խնդրեմ, ովքեր են գալիս ձեր հաստատություն սովորելու, որովհետեւ ես դեռ հիշում եմ իմ պատանեկության տարիներից դեռևս հա այդպես սովետական միության վերջ անկախ Հայաստանի սկիզբ, որ կարծեք թե ուսումնարաններ այն ժամանակ հետ չէ քոլեջները կարծեք թե ավելի ուշ ձևավորվեցին տեխնիկումներ, այո։ Կարծեք թե մարդիկ ստիպված էին գնում տեխնիկում։ Նրանք ովքեր չէին կարողանում գնալ Բոլոր ճկուն մարդիկ ինձ թվում է այն ժամանակ ամենայն դեպս ընտրում էին այդ տեխնիկումները, որովհետև կար ժամանակահատվածում իրենք ստանում էին մասնագիտություն եւ որը իրանց աշխատելու հնարավորություն եւ կարողանում էին իրենց իրացնել աշխատաշուկա։ Այսօր ինչպես է պատկերը։ Այսինքն կողմնորոշված են դիմորդները գալիս ձեր քոլեջ, թե նրանք պարզապես այս կամ այն հանգամանքներով չեն կարողանում քոլեջեր գալիս են, ես անմիջապես տեսնում 3 կողմնորոշում։ Առաջինը, որ քոլեջ գալիս է, որպեսզի որոշակի մասնագիտություն սովորի, դուրս գա աշխատելու եւ կարճ ժամանակահատվածում բանակին ինչ-որ բանով պիտանի լինելու։ Երկրորդը գալիս է քոլեջ, որպեսզի սովորի հետագայում իր ուսումնառությունը շարունակելով համապատասխան բուհում։ Եվ երրորդը, որ գալիս է ուղղակի վկայական ունենալու, որ իր ասենք տեղը հաստատելու հասարակական այդպես միջավայրում։ Այսինքն այդ 3 միտումը ես տեսնում եմ։ Բայց հիմա մի փոքր փոխվել է։ Ավելի մարդիկ հակված են կարճ ժամանակահատվածում մասնագիտություն ստանալու եւ ինչքան հնարավոր է շուտ արտադրություն մտնելու, որովհետեւ կյանք հարագացել է։ Եվ իրանք ավելի քիչ ծախսերով, ավելի քիչ ժամանակում ձեռք են բերում մասնագիտություն, որը հետագայում իրանց ընտանիքը վերարտադրելու հնարավորություն է տալիս։ Ամենամեծ միտումը, խոշոր միտումը էդ է։
Հետաքրքիր մի բան կա, որ ընդհանրապես բոլոր արտասահմանյան բուհերը, որոնք նաև գործունեություն են ծավալում Հայաստանում, միշտ որպես առավելություն իրենց համար գրում են հետադարձ կապը շրջանավարտների հետ եւ հպարտությամբ նշում են, որ մեր շրջանավարտների այսքան տոկոսը աշխատաշուկայում ունի իր կայուն տեղը եւ այլն։ Ունենք մենք նման ուսումնասիրություն, թե ոչ։ Այսինքն ձեր քոլեջը ավարտած շրջանավարտների քանի տոկոսն են, որ հաջողությամբ իրենց կարողանում են իրացնել աշխատաշուկայում։ Ուրեմն մեր քոլեջի վերջի 3 տարվա, ասենք ստատիստիկան ես ասեմ, մեր քոլեջի շրջանավարտների մոտավորապես կեսը շարունակական կրթության մեջ է, այսինքն ընդունվում է համապատասխան որոշակի բուհ կամ համապատասխան։ Քոլեջից հետո ամեն դեպքում շարունակում է։ Մնացած ուրեմն շրջանավարտների մոտ 50%-ը աշխատում է ըստ մասնագիտության, մնացած մասը հիմնականում աշխատում է, բայց ոչ համաձայն մասնագիտության, այո։ Դա նաև բուհերի շրջանավարտների շրջանում կա, այսինքն սա կարծում եմ բացառիկ չէ։ Ես ասեմ բուհերի շրջանակներում մի քիչ ավելի շատ է ըստ մասնագիտության չաշխատելը։ Խնդրում եմ միացեք մեր քննարկմանը, Տիկին Գևորգյան, եւ որպես նաև հոգեբանական գիտությունների դոկտոր պրոֆեսոր, հոգեբանական կողմին մի փոքր մոտենանք, որտեղ կար ժամանակ, երբ որ բուհ ընդունվելը ցանկացած հայ ընտանիքի համար պարտադիր էր։ Չգիտեմ որքան երեխայի, բայց ծնողների համար վստահաբար։ Կա այսօր այդ միտումը, թե չկա։ Եվ եթե կա, ինչու են պակասում բուհերի դիմորդները։ Շնորհակալություն նախ հրավերի համար եւ շնորհակալություն շարադրած հարցի համար։ Ասեմ ձեզ այս հարցի կապակցությամբ հետեւյալը, որ փոխակերպվող հասարակությունում փոխակերպվում են բոլոր արժեքները եւ այդ առումով հասարակական գիտակցությունը ինքը արձանագրում է կտրուկ փոփոխություններ, ինչպես կենսակերպի, այնպես էլ այն գոյության պայմանների, որտեղ ինքը հասարակությունը գոյատևում է։ Այդ առումով եթե ժամանակի համար ինքնանպատակ էր բուհ ընդունվելը, այսօրվա ծնողի համար շատ խիստ եւ մեծ նշանակություն ունի մասնագիտությունը, որը կոնկրետ երաշխիք է հանդիսանալու նրա հետագա կենսագործունեության եւ նույն ընտանեկան պայմաններում որոշակի սոցիալ-տնտեսական գործառույթները իրականացնելու համար։ Եվ եթե մենք անդրադառնանք այ վերջի շրջանի կոնկրետ վերլուծություններին, մենք կտեսնենք, որ եթե մոտենանք էթնոհոգեբանական տեսակետից, հայը միշտ էլ կրթությունը, որպես այդպիսի իր գոյության երաշխիքներից մեկն է դիտարկել։ Այսօրվա դրությամբ եւ ինքը փոխակերպող հասարակությունը դա դիտարկում է որպես ամենամեծ մարդկային կապիտալ։ Եվ այս առումով ունենալով այդ կապիտալի բովանդակային շատ կարևոր բաղադրիչ մասը, բնականon վերափոխված ծնողը ինքը իր պահանջմունքի համապատասխան եւ այն ընտրությունը, որը բարձրագույն կրթության համապատասխան ցանկը հնարավորություն է տալիս, շատ խիստ է մոտենում եւ այդ մրցակցությունը, որ հիմա ձևավորվել է բուհերի միջև, հենց դրա մասին է վկայում է, որակելով այն որակի կրթության անհրաժեշտ բաղադրիչները, որի մասին մենք բարբերաբար եւ այդքան խոսում ենք։ Այսինքն դուք կարծում եք, որ ծնողները, որոնք ուղղորդում են իրենց երեխաներին այս կամ այն բարձրագույն ուսումնական, դրանք ուսումնասիրում են շուկայի հնարավորությունները։ Կարծեք թե ակնարկեցիք կամ ուղղակի ասեցիք, որ ծնողները հիմա մի փոքր փոխվել է մոտեցումը եւ ընտրում են այնպիսի մասնագիտություն, որ երեխան հետո կարողանա իրեն իրացնել։ Ըստ էության ստացվեց նաեւ մեր ռեպորտաժում, որ միայն բժշկական համալսարանում չի եղել թափուր տեղ եւ տնտեսագիտության բժշկական համալսարանի պարագան հասկանալի է, որովհետեւ բժիշկների կարիք միշտ ունի երկիրը, գոնե եթե ոչ Երևանում, ապա մյուս մարզերում։ Ունենք արդյոք այդքան տնտեսագետի կարիք։ Այսինքն դուք կարծում եք, որ այդ մասնագիտությունը պահանջարկված է, թե դա ուղղակի նորաձև է։ Գիտեք ոնց, ինչպես ես ասեցի, էթնոհոգեբանական կարծրատիպերը մեր մեջ շատ կայուն են։ Դիտելով կրթությունը որպես գլոբալ կապիտալ, մենք որոշ մասնագիտությունների վերաբերյալ միշտ էլ ունենք հասարակական դիրքորոշումներ, ինչպես նրանց գրավչության, այնպես էլ նրանց ուրեմն հետագայում սոցիալական կարգավիճակով պայմանավորված աշխատավարձերի, հնարավոր աշխատաշուկայի հնարավորություններով պայմանավորված երաշխիքները եւ այդ առումով դա գաղտնիք չի, միշտ էլ իրավագիտությունը, բժշկագիտությունը եւ տնտեսագիտությունը կայուն տեղ են զբաղացրել այդ ցուցակում։ Եթե մենք ուշադիր լինենք եւ իրավագիտության վերաբերյալ եւ այո, բժշկագիտությունը կարեւորագույն ոլորտ հանդիսանալով հանդերձ, այնուհանդերձ նա էլ է նվազում ունենում իր կադրային, իր մասնագիտացման, արտահոսքի խնդիրներում։ Տնտեսագիտական ոլորտը ես կարծում եմ դա այսպես է Եթե ակնհայտ չի, այնուհանդերձ մշտապես
տեղի ունեցող քննարկումները խոսում են այն ճգնաժամի մասին, որը սոցիալ-տնտեսական խնդիրների հենց հետևանք է հանդիսանում եւ միգուցե հենց այդ մտորումներն են, որ բերում են, որ այս նոր սերունդը համոզված է, որ որոշակի տնտեսագիտական ռեսուրսներով եւ գիտելիքներով պայմանավորված նրանք կարող են նոր ուղիներ փնտրել։ Չեմ կարող ասել, միգուցե ավելի կոնկրետ տնտեսագիտական դաշտի մասնագետները կպատասխանեն, բայց այն, որ ծնողի գիտակցության մեջ շատ կոնկրետ այդ փոփոխությունը կա, որ ոչ թե բուհ, այլ բուհ, որը կտա մասնագիտություն, որով պայմանավորված, անշուշտ որակյալ, որով պայմանավորված իր ուրեմն երեխան հետագայում կարող է կոնկրետ հարցեր լուծել, դա ակնհայտ է։ Շատ բարի, Տիկին Գասպարյան, միացեք մեր քննարկմանը, խնդրում եմ եւ ասացեք ելնելով ձեր փորձից, այսօրվա պատանիների եւ աղջիկների հետաքրքրությունը միջին մասնագիտական ոլորտի եւ մասնագիտությունների նկատմամբ անկում է արձանագրել, թե ամեն դեպքում աճ։ Ուրեմն նախ շնորհակալություն հրավերքի համար եւ ուշադրություն դարձնել միջին մասնագիտական կրթությանը։ Այսօրվա երիտասարդությունը ավելի եւ ծնողները, ես կասեի, իմ փորձից ելնելով եւ ընդհանուր տարիների ընթացքում հետևելով ընթացքին, ես տեսնում եմ, որ ծնողները եւ երեխաները ավելի կողմնորոշված եւ ավելի ճիշտ ընտրություն են կատարում դեպի միջին մասնագիտական կրթություն։ Առաջին հերթին, ինչպես ասացին մեր ընկերները, նրանք ձգտում են առաջին հերթին ընտրել մասնագիտություն, աշխատել եւ իրենց ընտանիքի սոցիալական պայմանները որոշակի չափով բարելավել, որովհետեւ ինչպես մենք սկզբից գիտեինք, հիմնականում սոցիալապես ոչ շատ ապահով խավներ գալիս, չէ՞, միջին մասնագիտական կրթություն ստանալու։ Հիմա ես կասեմ, որ բարելավել է եւ գալիս են նույնիսկ ապահով խավից երեխաներ, որոնք ընտրում են մասնագիտությունը։ Եվ առաջին հարցը, երբ որ ուսանողը ոտք է դնում ուսումնարան, առաջին հարցը ծնողի եւ ուսանողի հարցը, ես աշխատելու եմ ավարտելուց հետո, ստանալու եմ այն կրթությունը, այն մասնագիտությունը, որը ինձ եկամուտ է բերելու իմ ընտանիքի հոգսերը թեթևացնելու համար։ Այո, մեծ առաջընթաց կա այսօր, օրինակ մեր ուսումնարանում ես կասեի, որ մոտավորապես 80%-ով ապահովված են նոր ուսանողներով, առաջին կուրսեցիներով։ Այսինքն, եթե հիմա ծնողները նկատում են, որ աղջիկը հակում ունի խոհարար դառնալու, նրանց ստիպում գնալ եւ դառնալ մանկավարժ։ Այո, առաջին հերթին ավելի մեծ հակում ունեն խոհարար։ Ես խոհարարություն ուղղակի բերեցի որպես օրինակ, տրանսպորտային միջոցների համար ավտոփականագործներ, դերձակ մոդելավորողներ, վարսահարդարներ, հրուշակագործներ, նրանք ընտրում են մասնագիտությունը եւ գիտեն, որ առաջին հերթին այսօրվա ծնողը, ինչպես ասենք մեր հայկական սովորությամբ մենք միշտ մտածում ենք բարձրագույն կրթության, այսօրվա ծնողների մեծամասնությունը մտածում է երեխան ձեռք բերի որոշակի մասնագիտություն, աշխատի, ստեղծի եւ նույնիսկ երեխաները մտածում են մասնագիտություն ունենան, աշխատեն, իրենց ֆինանսները նոր բարձրագույն ուսումնական հաստատություն գտնեն։ Ինչպես ասում են, ժողովրդական ասացվածք կա, հիշեցի, որ արհեստավորը մինչև կեսօր քաղցած կմնա, այսինքն սա ավելի շատ սկսել է կյանքի կոչվել։ Պարոն Գրիգորյան, մասնագիտությունները, ինչպես են մշակվում մասնագիտությունները, ինչ են առաջարկում միջին մասնագիտական կրթօջախները, այնինչ որ ավանդաբար եղել է, թե այդուամենայնիվ աշխատաշուկան ուսումնասիրելով որոշակի կառուցվածքային փոփոխություններ արվում։ Աշխատաշուկան ուսումնասիրում է համապատասխան պետական կառավարման մարմինը, էլի ասենք սոցիալական տարբեր կառույցների հետ միասին, պրոֆմիությունների հետպես ստեղծվում է մոտարապես պատկերացնելի է, թե ինչ աշխատաշուկա։ Բայց աշխատաշուկան մի կողմի վրա կա նաև կրթության շուկա։ Կրթությունը ինքը եւս այսօր շուկայական հարաբերություն է, եւ ոնց որ թե միշտ էլ այդպեսին է եղել։ Հիշում եք մոտարապես մի 15 տարի առաջ մարդիկ քաղաքի կենտրոնում բնակարանը վաճառում էին, գնում էին 9-րդ մասիվ ապրելու, որովհետև այդ մարժայի վրա երեխու ուսման վարձը վճարեին։ Հիմա դա չկա։ Չեք կարող արդեն այս վերջի տարիների ընթացքում գոնե մի դեպք այդպեսի բերել։ Բայց կա ուրիշ բան, ծնողը մտածում է, ինչ անի եւ երեխայի հետ են նստած փիքր են անում, էլի, ինչ անեն, որպեսզի երեխեն ավելի կար ժամանակում հորը մորը մյուս բանի պիտանի լինի, վերջապես ընտանիք կազմի, բազմանա եւ այլն։
եւ մտածում են մասնագիտությունը։ Միանշանակ է իմ համար բարձից էլ բարձա չէ, որ այսօր Հայաստան այդքան ներհոս կա գալիս հնացած մեքենաների, նշանակում է այդ մեքենա սարքողների կարգավիճակը բավականին լավ է, աշխուժ է լինելու, երբ որ հիմա արհեստավորի գնում ես, այո, նույնիսկ մի ամիս քեզ հերթ են դնում, որպեսզի հասկանում եք, չէ, ինչպիսի շուկա կա աշխատանքային։ Նույնը խոհարարական գործը, որովհետև Հայաստանը կամաց-կամաց այդպես туриզմի մեջ ներգրավվելով բնականաբար այդքան մարդու պետք է գրակի, չեմ ասում, մյուսը, այսինքն այսօր քոլեջները ավելի եւ ուսումնարանները ավելի պահանջված են մասնագիտություն տալու համար։ Բուհը մի քիչ ուրիշ է, բուհը կիսա ակադեմիական, կիսա մասնագիտական է։ Եվ չգիտեմ ինչքանով է պետք բուհի շրջանավարտին այդ ակադեմիականը, իսկ եթե մնար մենակ մասնագիտական, այդ դեպքում քոլեջը միանշանակ բավական էր։ Քոլեջների պարագայում, եթե հիմնական կրթությունից հետո են երեխաները գալիս, այնուամենայնիվ քոլեջները նաև ապահովում են հանրակրթական հատվածը։ Այո, արտադիր։ Ապահովում են իսկապես, թե այսպես հակադիր հարց էր բուհի ակադեմիականներով հետ կապված։ Նոր մի միտք ասեց, իսկապես ապահովում են։ որ իսկապես այն առաջին տարիները, երբ որ ես քոլեջի տնօրեն էի, զգում էի, որ քոլեջում հիմնականում գալիս են ոչ ապահով հավի երեխեք, նրանք ովքեր բուհ այդ շեմի, վճարման շեմի մուտքը ապահովված չէր։ Հիմա գալիս են շատ ապահով, նույնիսկ շատ ու շատ ապահով այդպես որ դուք ասում եք մոնոպոլ այսպես ինչու որովհետև քոլեջը կարողանում է մասնակից ստեղծել փոքր ու միջին բիզնեսի մասնակիցը տարբեր առումով արհեստավոր մասնագետ եւ կառավարիչ այսինքն այսօր եթե փոքր բիզնեսը միջին բիզնեսը բավականին լուրջ դեր ունեն այս հարաբերության զարգացման համար եւ բնականաբար ճիշտ է չէ որ իմ ժառանգությունը որը իմ որդու միջոցով պետքա փոխանցվի նա պետքա կարողանա դա պահի եւ զարգացնի չէ հետեւաբար նա անորոշակի կրթությունապետ որպեսզի այդ ամեն ինչին տիրություն անի այդ դրա համար արդեն մեր մոտ գալիս է միջին բիզնեսի բավական հարուստ խավի երեխեք եւ դրանից քոլեջը չի դժում ասեմ եւ նրանք բավականին պատրաստ են գալիս գիտելիքներով Պարոն Համբարձումյան, որպես քաղաքականություն մշակող կառույց կրթության եւ գիտության նախարարությունը միջին մասնագիտական ոլորտի, կա արդյոք համագործակցություն իրական հատվածի հետ, տնտեսության իրական հատվածի հետ, որտեղ պիտի իրացվեն այդ մասնագետները, որ պատրաստում են քոլեջները կամ ուսումնարանները։ Պարտադիր Արդեն 5-րդ տարին է 2010 թվականից ուսումնական հաստատությունները կառավարվում են նաև կոլեգիալ կառավարման մարմնի միջոցով, բացի գործադիր մարմնից, տնօրենից, գոյություն ունի կոլեգիալ կառավարման մարմին, որին հաշվետու է ուսումնական հաստատության տնօրենը եւ յուրաքանչյուր 3-4 ամիսը մեկ պարտավոր է հրավիրել խորհրդինից եւ ներկայացնել։ Կոլեգիալ կառավարման մարմնում ներգրավված են ինչպես պետական կառավարման համակարգի ներկայացուցիչներ, այնպես էլ մասնավոր հատվածի ներկայացուցիչներ եւ հաճախ այդ մասնավոր հատվածի ներկայացուցիչները մասնակցում են ուսումնական հաստատությունում պետական որակավորող հանձնաժողովի աշխատանքներին որպես հանձնաժողովի նախագահ եւ շատ հաճախ լինում են դեպքեր, երբ որ ուսումնական հաստատության շրջանավարտները անցնում են աշխատանքի տվյալ որակավորող հանձնաժողովի նախագահի, որը որ նաև բիզնես բնագավառում աշխատանքային գործունեություն է իրականացնում։ Կրթության նախարարությունը տարբեր ուղղություններով է համագործակցում գործատուների հետ, պետական կրթական չափորոշիչները երբ որ մշակվում են արհեստագործական եւ միջին մասնագիտական ուսումնական հաստատությունների համար եւ փորձարարական ներդրվում են, այս աշխատանքներում պարտադիր նաև ներգրավում են գործարար բնագավառի մեր գործընկերներ, ինչպես գործատուների հանրապետական միության ներկայացուցիչներ, այնպես էլ առևտրաարդյունաբերական պալատից, թեթև արդյունաբերողների եւ գործատուների միությունից եւ այլ ուրեմն ոչ պետական հատվածի ներկայացուցիչներ։ Դեպքեր օրինակ, երբ որ գործատու կարող է գալ այս կամ այն միջին մասնագիտական կրթական հաստատություն պետական քննության ոչ միայն մասնակցի, այլ գա ասենք ձեզ մոտ պարոն Գրիգորյան եւ ասել ինձ պետք են այսպիսի մասնագետներ։ Ուրեմն դուք չունեք այդ ֆակուլտետը, եկեք միասին ստեղծենք այդ ֆակուլտետը եւ պատրաստ ենք այդպիսի մասնագետներ։ Կա նման համագործակցություն։ Ես մի քանի օրինակներ ասեմ, այս պայմանավորությամբ բավականին արդիական է, ուրեմն կարճաժամկետ կրթական ծրագրերը, որոնք որ մեր կրթության գիտության նախարարության կողմից խրախուսվում են ուսումնական
պետական հաստատություններին, որպեսզի իրենք փորձեն տարածաշրջանի քաղաքային գյուղական համայնքների բիզնես միջավայրի ներկայացուցիչների հետ փորձել կարճաժամկետ կրթական ծրագրեր իրականացնել 100-140 200 ժամանոց եւ հենց գործատուի պահանջով մշակում են կարճաժամկետ կրթական ծրագիր, այն ուղարկում է կրթության նախարարություն, սահմանված կարգով քննարկվում, հաստատվում է կամ դիտողություններով, առաջարկություններով վերանայվում է եւ ուսումնական հաստատությանը հնարավորություն է ընձեռված այդ կարճաժամկետ կրթական ծրագրերի միջոցով համալրել իր արտաբյուջետային միջոցները, միաժամանակ, որը շատ կարևոր է, տարածաշրջանի համար պատրաստել տվյալ մասնագիտությամբ, այո, մասնագետներ եւ ինչպես նաեւ ուրեմն բարձրացնել տվյալ մասնագետների որակավորումը։ Այսինքն քոլեջները բաց են տնտեսության իրական հատվածի համար, եթե լինի համագործակցության նման առաջարկ, այսինքն կարծրատիպեր չկան, որ գիտեք, սա է մեր կրթական ծրագիրը եւ ունենք, շաբաթական ես մի քանի զանգ գոնե ստանում եմ համապատասխան մասնագետով ինչ որ մի, ասենք, տնտեսավորող սուբյեկտի ապահովելու համար խնդրանքով։ Որտեղ առհասարակ երբ որ շատ դեպքերում չենք կարողանում բավարարել։ Որտեղ պահանջարկն է մեր։ Խնդրանքը չենք բավարարում, որտեղ որակյալ մասնագետ չունենք, որովհետև արդեն չունենք կամ ուղղակի այդ մասնագիտությունը չունենք։ Չնայած հիմա բոլորը գիտեն բոլորի մասին, ով ինչ է արտադրում, կա կայքերը կան մեր հայտարարությունները ամեն տեսակի վերջը ինտերնետը եթե կա ոչ մի գաղտնի բան չկա բոլորը գիտեն ով ինչ արտադրում ասենք մենք կարճաժամկետ կուրսերն են զանգում են ասում են մատնահարդար ունեք ասում գիտեք ցավոք սրտի հենց հիմա չունենք վերջինը ասենք իջա պրոսպեկտում ինչ-որ մի վարսավի Ինչ ասել է կարճաժամկետ կուրսեր, որովհետև որքան ինձ է հայտնի արևմտյան աշխարհում ընդունված է որ քոլեջները ոչ միայն հիմնական կրթություն են ապահովում, այլ նաև ապահովում են շարունակական կրթություն եւ հնարավոր է որ օրինակ ասենք մանկավարժական համալսարանը ավարտած մեկը որը չի կարողանում գտնել աշխատանք, գալիս թե ասենք, չգիտեմ, մատնահարդարի մի քանի ժամից ցած մինչև մի քանի ամիս կարող են լինել կարճաժամկետ կուրսեր։ Նման բաներ արվում են։ Իհարկե արվում են։ Մենք զբաղվածության ծառայության հետ ենք աշխատում, մենք գործազուրկների հետ ենք աշխատում, որոնց համար պետությունը հնարավորություն է ստեղծում, որ իրանք գան վերապատրաստվեն եւ աշխատանքով են ապահովում։ Ունենք այդ ամեն ինչ ունենք։ Եվ ես ձեզ ասեմ, դա պատահական չի։ Կամած այդ ֆոնը մեծանալու է։ Այսինքն կարճաժամկետ կուրսերի ֆոնը մեծանալու է, որովհետեւ աշխատանքի շուկայում կարող է վաղը խոհարար չուզենա Եվ պարզվեց, որ լիքը բան, վաղը տաքսիստ չուզենա, պարզվեց, որ լիքը ավելորդ տաքսիստներ կան։ Նրանց կարճ ժամանակահատվածում վերապրոֆիլավորել, վերակողմնորոշել այդ անհրաժեշտությունը եւ դա քոլեջների դերն է, ասեմ ձեզ։ Օրինակ Դանիայում ամենախոշոր քոլեջը ուներ 5000 ուսանող, բայց երբ որ շենքից են նայում, այստեղ 500-ից ավել չի տեղավորվում։ Նրանք կարճաժամկետներն հետը հաշվում են, պարզվում է, որ 5000։ Որում հեռավար ուսուցումն է այնտեղ բավականին զարգացած, հնարավոր է որ տարբեր պետության տարբեր տարածքներից հեռավորության մեթոդով ուսուցում կազմակերպվի, որը ցավոք սրտի մեր երկրում այնքան էլ զարգացած չի, հաշվի առնելով մեր երկրի ուրեմն ցավալային առումով տարածքները եւ այս առումով մեզ մոտ դա բավականին թույլ է, բայց հակված ենք այն կարծիքին, որ կգա ինչ-որ ժամանակ, երբ որ մեզ մոտ էլ հեռավար ուսուցումը արդեն կփորձի էլեկտրոնային մեխանիզմով ուրեմն կազմակերպվել։ Եթե ուսուցման որակի մասին հատկապես դրա հոգեբանական կողմը, քանի որ ձեր գործընկերը նշեց, որ ձեր գործընկերներից մեկը նշեց, որ ռեպորտաժում, որ հենց մանկավարժական բուհում շատ ցածր բալերով ընդունվողներ կան ցավոք։ Ցավոք կարծեք թե մանկավարժի մասնագիտությունը այդքան էլ պահանջված չէ Հայաստանում, հասկանալի է թե ինչու։ Սա ինչ է, դուք նշում եք, որ էթնոհոգեբանությամբ հայերը հակված են գիտելիք ստանալուն, կրթվելուն եւ այլն։ Բայց նույն էթնոհոգեբանությունը վկայում է այն մասին, որ գոնե ինձ հայտնի երկրների շարքում հայաստանային եզակիների մեջ է, որտեղ ուսանողը պատրաստ է վճարել չստացած գիտելիքի դիմաց։ Չնայած կարծեք թե վերջին շրջանում այդ վատ միտումները ավելի գնալով նվազում են։ Սա ինչպես կբացատրվի։ Մարդը ընդունվեց եւ ուսանողների թիվը, այսինքն ուզած ուսանողը դիգնատական ստանա, որտեղ բուհը կունենա խնդիր, որտեղ չի վճարի եւ հասկանալի է ֆինանսական խնդիր կունենա։ Սա հոգեբանություն է, որ ուսանողը մտածում է դե լավ, չեմ սովորի, հետո ինչ որ մի կերպ լեզու կգտնեմ դասախոսի հետ, կստանամ դրական գնահատականս։ Նախ սկսեմ ձեր հարցի առաջի մասից, ինչը վերաբերվում է այսպես մանկավարժական համալսարանը նշելու ցածր բալերով ընդունվելու առումով, ես ձեզ ասեմ եւ այսպես նախարարության ներկայացուցիչը կանգնած է, այստեղ ոչ միայն մանկավարժական համալսարանը, այլ ես կարող եմ
ասել, որ գրեթե բոլոր բուհերն էլ եւ բոլոր բուհերի համար ընդունելիության շեմը այս տարի նվազել է։ Հա, 7.5-ով գիտեմ, որ շատ տեղեր ընդունվել։ Եթե անդրադառնանք բնագիտական թևին, ուրեմն ես ձեզ ասեմ, եղել է եւ ավելի ողբեգական վիճակ, որովհետեւ ոչ մեկի համար այսպես հայտնություն չի, որ ցավոք սրտի որոշ մասնագիտությունների գծով եւ դա շատ ցավալի է, ֆիզիկա, քիմիա, կենսաբանություն, մեր մոտ ուղղակիորեն շատ վատ վիճակ է եւ հենց այն տենդենսը գնում է մարման եւ տվյալ մասնագիտությունների շարքում 7.5-ը դա եղել է իրոք լավագույն, ուրեմն համապատասխանաբար նիշերից մեկը։ Այստեղ գիտեք խնդիրը նա չի, թե ինչ այսպես շեմով են բուհ գալիս։ Եվ ես գտնում եմ, երբ որ ես խոսում եի, որ հասարակական գիտակցության մեջ տեղաշարժեր են տեղի ունեցել, եւ եթե մենք դեպի գլոբալացում ենք գնում եւ համապատասխանաբար խոսում ենք ինտեգրացիոն, ուրեմն գործընթացների մասին, ապա մեզ համար շատ ընկալելի եւ պարզ միտք պիտի դառնա, որ բուհը ընդունվելը դա շատ պարզ գործընթաց պետք է լինի, ըստ ցանկության, ըստ մոտիվացիայի, ըստ հետաքրքրության։ Այլ բան է ինչպես է նա սովորում, այսինքն բուհ ընդունվելը պետք է լինի շատ հեշտ, սովորելը պետք է լինի շատ դժվար։ Այնինչ պարոն Աշոտյանը արդեն մի քանի տարի պարբերաբար հայտարարում է։ Այո, եւ ես ամբողջովին իրապես երկրորդում եմ մեր նախարարի այդ մտքին, որովհետեւ փաստացի կրթական որակը պայմանավորում են մասնագիտական կրթական ծրագրերը, պրոֆեսորը դասախոսական անձնակազմը, ովքեր են դասավանդում եւ ովքեր են շրջանավարտները տվյալ բուհի։ Անդրադառնալով այս հարցին ուզում եմ շեշտել, որ ոչ մի այ կորը զարգացման մեր հասարակության համար կարծես շարժվել է, բայց ընկալելի չի, որ բուհ ընդունվելը դա չի նշանակում պարտադիր տվյալ հաստատությունը ավարտելը։ Եվ իրապես հասարակությունը իր համար պետք է հստակեցնի մեկ պարզ հարց, որ կրթության որակ հասկացություն, որի մասին որ մենք այդքան խոսում ենք վերջի շրջանում, ինքը բավականաչափ բազմաչափ եւ բազմաբովանդակ երևույթ է։ Նախ որպես եզակիություն, հա, այսինքն ինքը կրթական հաստատությունը այնպիսի ռեյտինգ ունի, որը արդեն ուրեմն ինչպիսին է օրինակ բրիտանական կրթական համակարգը, կրթական տնտեսություն, որին որ արդեն հակված են վերջի շրջանում նույն Գերմանիայում, նույն Բելգիան, այսինքն ինքը կրթությունը որպես մարդկային կապիտալի վերարտադրման կարևորագույն գործոն մեր հանրապետության համար դա պիտի գիտակցվի, որ իրապես խիստ կարևորված է եւ բուհ ընդունված ուսանողը, եթե չի դրսևորում համապատասխան չափանիշներ գործող ծրագրերի, իսկ մշտապես կարծում եմ բուհերը այս պարագայում ես նշեցի, որ մեծ մրցակցություն է տեղի ունենում, որովհետև տարածաշրջանում գործող բուհերի հետ միասին ամերիկյան համալսարանն է, ֆրանսիական համալսարանն է, սլավոնական համալսարանը, արդեն Լոմոնոսովի անվան, այսինքն կան, գիտեք, ի տարբերություն միջանձնային գործընթացներից հասարակական օբյեկտիվորեն գործընթացներ, որոնք այսպես թե այնպես զարգանալու են։ Այսինքն, եթե չվերազինվել, եթե ուղղակիորեն չընկալել ժամանակի հրամայականը համապատասխան վերջնարդյունք ապահովելու եւ մեխանիզմները դրսեւորելու առումով ուղղակիորեն գնալու է այսպես են սպառման գործընթաց։ Եվ այդ առումով կարծում եմ բուհական համակարգը եւ ես կարող եմ հստակ ասել հայկական պետական մանկավարժական համալսարանի համար այդ թվում պարբերաբար վերանայում է բոլոր գործող մասնագիտական կրթական ծրագրերը Մեր բուհը մասնավորապես նման ուրեմն այսպես էքսպերտիզա անցավ Ֆինլանդիայի Օլուի համալսարանի կողմից, որը սկանդինավյան երկրների մեջ լավագույն մանկավարժական կրթություն իրականացնող հաստատությունն էր, եւ ես ձեզ ասեմ շուրջ 5 տարի բոլոր կրթական մասնագիտական ծրագրերը բակալավրիատի եւ մագիստրատուրայի մակարդակում ուրեմն ենթարկվեցին համապատասխան էքսպերտիզայի, պրոֆեսորը դասախոսական անձնակազմը, նրանք դրեցին գործածության մեջ, համապատասխանաբար դրա շարունակական գործընթացը եղավ արդեն ակադեմիական շարժունացան հարցը, այ դուք ասում եք, որ համաձայն չեք, հա, բուհերի այդ այսպես ակադեմիական բաղադրիչի հետ, բայց ես ձեզ ասեմ, դա էլ, գիտեք, ուսանողի իրավունքի բաղադրիչն է, ու ի վերջո, եթե մեկը բավարարվում է մասնագիտական բուն որակավորման խնդիրներով, մենք հնարավորություն պիտի տանք մեկ այլ սովորողի, որ այդ ցանկությունը, հնարավորությունները եւ ընդունակությունները ունի, զարգացնի իր հետազոտական։ Կներեք, ես ասացի, որ մեր տարբերությունը իրանց մոտ ավելանում է ակադեմիականը։
Ահա, շնորհակալություն։ Եվ այդ առումով այդ ակադեմիականի ես ուզում եի բայց ընդունեք որ դա երբեմն անհետաքրքիր է։ Գոնե իմ ուսանողական տարիներից ես այդպես եմ հիշում, երբ որ ինձ օրինակ բուհում ստիպեցին առաջին երկրորդ կուրսում սովորել ճիշտ նույն հայոց պատմությունը, որը ես հիանալիորեն սովորել էի հանրակրթական դպրոցում, ինձ համար դա ժամանակի կորուստ էր։ Գիտեք ոնց, երբ որ մենք խոսում ենք վերանայված կրթական ծրագրերի, ես ուղղակի խորհուրդ եմ տալիս իրապես ուրեմն ծանոթանալ, գիտեք ինչու՞ չէ մշտադիտարկում կատարել ուսանողության շրջանակներում, ի վերջո այն product-ը, որը մենք տալիս ենք, առաջնահերթությամբ պայմանավորված է հենց այն շրջանավարտների, ինչպես ես նշեցի, եւ այն ուսանողների գիտելիքների հմտությունների կարողությունների դրսևորմամբ, որոնց մենք կրթում ենք եւ որոնք դուրս են գալիս մեր կրթական հաստատություններից։ Այսօր ես կարծում եմ, որ ամենառազմավարական բուհերից մեկը ձեր բուհն է։ Ինչու՞, որովհետև եւ նախարարն է դրա մասին բարձրաձայնել, շատ լավ է, որ բարձրաձայնում են պատասխանատուները, որ հանրակրթական համակարգ այսօր որակյալ մանկավարժների կարիք ունի։ Ժամանակին համընթաց մտածող մանկավարժների կարիք ունի։ Եվ այստեղ իհարկե շատ կարևորվում է ձեր բուհի դերը, բայց մի հետաքրքիր բան նշեցիք, որ ընդունվելը պետք է լինի հեշտ, միանշանակ համաձայն եմ ձեզ հետ, ավարտելը դժվար։ Այո։ Կա այդպիսի վիճակագրություն, գուցե ձեր բուհի կամ ընդհանրապես բուհական համակարգում, թե ուսանողների քանի տոկոսն է, որ չեն կարողանում ավարտել։ Որովհետև պարոն Գրիգորյան ճիշտ նկատեց, ի վերջո կա ֆինանսական բաղադրիչը, որովհետև բուհերի բյուջեն ձևավորվում է ուսանողների վարձավճարներից, եւ ամեն մի ուսանողի կորուստը դա կարող է բացասաբար անդրադառնալ տվյալ բուհի գործունեության եւ կրթական որակի ապահովման վրա։ Այս իմաստով։ Գիտեք ոնց, այն գործընթացները, որի մասին ես խոսում էի, այսպես են հստակեցնեմ մասնավորապես մեր բուհի առումով, այո, կա մոնիտորինգ եւ ես հստակ կարող եմ ասել, որ նույնիսկ մագիստրատուրայի պարագայում եւ գաղտնիք չէ, որ մագիստրատուրա դիմում են ել ավելի պատրաստված, ուրեմն այսպես բակալավրիական մակարդակի ակադեմիական իլ ավելի բարձր ցուցանիշներ դրսևորող եւ համապատասխանաբար ի տարբերություն բակալավրիատի որոշակի արդեն իմացական մոտիվացիա ունեցող ուսանողներ եւ մագիստրոսական կրթությունը գրավչություն ունի եւ հնարավորություն է ընձեռնում այլ ուսումնական բարձրագույն հաստատությունից դիմելու։ Ես կարող եմ ասել, որ նույնիսկ մագիստրոսական ուրեմն այսպես են կրթական շրջանակում մեր բուհը այս տարի բավականաչափ տոկոս ուրեմն խնդիր են ունեցել անբավարար գնահատակյանի ցուցաբերած հետազոտական թեզի ուրեմն այսպես պաշտպանելու ուսանողների թվի պակասը այս դեպքում բացասաբար չի անդրադառնում որակի։ Չէ, մենք գտնում ենք, որ գիտեք ոնց ուսանողների թվի պակասը չպիտի այնուհանդերձ պայմանավորի կրթության հաստատության որակի ձգտման քաղաքականությունը եւ ռազմավարությունը, որովհետեւ ի վերջո ուղղակիորեն դա հաստատության վարկն է, որը կբերի ուղղակիորեն հակասական վիճակի այն խնդիրների, որոնք որպես այդպիսի մենք դրել ենք։ Որ այսօր կա սուր մրցակցություն արդեն բուհական դաշտում միջազգային Միջազգային մակարդակում եւ յուրաքանչյուր բուհ բացի պարտադիր մասնագիտական կրթական ծրագրերի իրականացնելից համապատասխան ուսանողակենտրոն միջավայրի ստեղծումը դա պարտադիր գործոններից եւ այսօրվա հրամայականներից մեկն է դարձել եւ այդ առումով հավելեմ, որ մանկավարժական համալսարանի փորձը ամառային դպրոցների այս տարի ուրեմն ներգրավելով ել ավելի լայն աշխարհագրական շրջանակ, եթե առաջի տարին դա Ֆինլանդիաներ, Հայաստաններ, ապա այս տարի Ռուսաստան, Բելարուս, Լատվիա, Պրիբալտիկա շուրջ 100 ուսանողի փոխանակում մեր բուհից ուրեմն համապատասխան ուսումնական հաստատություններ եւ հակառակը, որը ենթադրում էր ինչպես ուրեմն ուսումնական ծրագրի բաղկացուցիչ, ուրեմն պատմամշակութային որոշակի գիտելիքների փոխանակում եւ ժամանցային ծրագիր դա բերում է գիտեք իրապես որոշակի աշխարհայացքային փոփոխությունների երկրորդը բուհը որդեգրել է մի քաղաքականություն որ լավագույն շրջանավարտը պարտադիր պետք է ապահովի աշխատանքով հենց այն ուրեմն կրթական հաստատությունում որը այդ համապատասխան որակը տվել է տվյալ դեպքում հայկական պետական մանկավարժական համալսարանը եւ այսինքն ռազմավարական խնդիրները որոնք որ մենք այսօր դնում ենք դա պիտի իրապես լինի յուրաքանչյուր կրթական հաստատության բուհական միջին մասնագիտական սոցիալական տնտեսական կրթության մասնագիտական վերարտադրության բաղադրիչ եւ բոլոր մակարդակներում
ուսանող, դասախոս, ադմինիստրացիա եւ այս առումով գիտեք, եթե մենք այդ որակ հասկացության մեջ չմտցնենք այդ պլանավորում, հա, մշտադիտարկում, վերահսկում, վերջնարդյունքների ուրեմն համապատասխանեցում, մենք ուղղակիորեն դա սուս կլինի աբստրակցիա, բայց երբ որ ես նշում եմ, որ եկեք հենց ուսանողների շրջանակից սկսենք այդ մոնիտորինգը, թեկուզ եւ ինչու տեսնենք այդ փոփոխությունները, որոնք կտրուկ արձանագրվում են, օրինակ համապատասխան ժամանակի շրջանի ուսանողի հուզական հիշողության մակարդակում, որտեղ յուրաքանչյուրիս մոտ էլ կան որոշակի դրական եւ բացասական այսպիսի ինֆորմացիա, որը ամրագրվում է մեր մոտ, եւ այն ամենը, ինչը որ կա այսօր եւ ինչու՞ չէ թերությունների հետ մեկտեղ, ուրեմն այսպես մշտական աշխատանք տանենք, որտեղ ի վերջո դա պայմանավորում է ամբողջական որակը մեր կրթական համակարգի համար, ինչպես միջին, այնպես էլ բարձրագույն եւ շարունակական։ Եվ առասարակ պայմանավորում է կյանքի որակը մեր երկրում, որովհետեւ կրթական համակարգից են գալիս մասնագետները։ Տիկին Գասպարյան, ինչպես է ուսումնարաններում այդ հարցը, օրինակ եթե բուհերում գուցե նաև ակադեմիական բաղադրիչը հաշվի առնելով ոչ մասնագիտական առարկաների նկատմամբ ուսանողը կարող է որոշակի վերապահում ունենալ, կան այդպիսի ուսանողներ, որոնք եկել են, չգիտեմ, խոհարար դառնալու կամ մեկ այլ մասնագիտություն, բայց որ չեն ուզում սովորեն մասնագիտություն, այնպես մի կերպ ուզում են ավարտել։ Ընդհանրապես կբաժանեմ 3 շերտի, 3 խմբի։ Կան ուսանողներ, որոնք ընտրում են մասնագիտությունը իրենց ցանկությամբ եւ գալիս են իրոք դառնալու մասնագետ։ Շինարար, խոհարար եւ այլն մասնագիտության երկրորդ շերտը գալիս է աշխատանքի համար հիմնականում։ Առաջին հարցը՝ մենք եկել ենք մասնագիտությունը ընտրել ենք մասնագիտությունը, մենք կարող ենք հետագայում աշխատել։ Պատասխանում ենք, որ այո, կարող եք։ Եվ երրորդ շերտը գալիս է այն երեխաները, որոնք հիմնական դպրոցից հետո ցանկանում են ստանալ 12-ամյա կրթություն եւ հետագայում շարունակել իրենց բուհական համակարգում շարունակել իրենց կրթությունը։ Մոտավորապես մենք նույն բաները։ Պարզապես ուզում եմ հասկանալ, եթե ունեք ուսումնասիրություններից եք, ինչու չեն նախընտրում ավագ դպրոցը եւ նախընտրում են տվյալ պարագայում միջին մասնագիտական կրթական հաստատություն, այսինքն որպես միջանկյալ օղակ հիմնական դպրոցի եւ բուհի միջեւ։ Որովհետեւ մտածում են, որ կարող են եւ մասնագիտություն ունենալ եւ բուհական համակարգ գնալ։ Այսինքն մասնագիտությունը երկուսը մեկում։ Նրանք ցանկանում են մասնագիտությամբ աշխատել, հեռակայով բուհը ավարտել։ Ես մի քիչ ուրիշ մոտեցում ունեմ։ Նրանք այդպես են մտածում հիմնականում։ Պետք է լինի ակադեմիական ընդունակություններ ունեցող երեխաների համար։ Մարդ ուզում է ֆիզիկա սովորի, ուզում է մաթեմատիկա սովորի, ուզում է լեզու գրականություն սովորի, բնականաբար ոչ մի քոլեջ այդ ուսումնական ծրագրերի ծավալում այդքան չի կարող տրամադրել երեխային։ Ակադեմիական ունակություններով երեխեքը պետք է գնան ավագ դպրոց, դա իմ համոզմունքն է։ Իսկ մասնագիտական կողմնորոշում ունեցողները ես հիմա եթե նորից ծնվեի, նորից հասնեի 14 տարեկան, հաստատ խոհարար էի դառնալու։ Բազա չէ, ինչ եմ ասում, որովհետև շատ եմ սիրում այդ մասնագիտությունը, բայց այդ մասնագիտությունը 50 տարեկանից հետո է վրես եկել։ Ուզում եմ ասեմ, որ ակադեմիական ունակություններով երեխեքը պետք է գնան ավագ դպրոց, մասնագիտական կողմնորոշում ունեցողները մասնագիտական դպրոց, արհեստագործական կողմնորոշում ունեցողները արհեստագործական դպրոց։ 2017 թվականից մեր երկրում 12-ամյա կրթությունը դառնալու է պարտադիր։ Եթե հիմա երեխան կարող է հիմնական դպրոցից հետո այլևս չշարունակել, 2017 թվականից դրված է հարց՝ կամ քոլեջ, կամ միջին մասնագիտական որևէ կրթական հաստատություն, կամ պարտադիր ավագ դպրոց։ Կարծում եք սա ավելի կաշխուժացնի ինքը իհարկե շատ խնդրահարույց է, որպես պետական քաղաքականություն բնականաբար դրա խնդիրը կրթական ցենզը հասարակության բարձրացնելն է։ Շատ լավ բան է, իդեան շատ լավն է, բայց գուցե եւ այնտեղ որոշակի խութեր կարող են այնտեղ կան կնճռոտ հարցեր, իհարկե այսօր թեման չէ, ես այդպես էլ չեմ կարողացել հասկանալ, օրինակ Սամանամերձ հեռավոր գյուղի դպրոցի աշակերտը, որը երազում է դառնալ այդ գյուղի հովիվը, իր ինչին է պետք 12-ամյա։ Ճիշտ ասած, ես մի քիչ ազատական եմ, ուղղակի պետությունը պետք է հնարավորություն տա մարդկանց այդ կրթությունը ստանալու եւ պարտադիր վճարելու այդ կրթության համար։ Ես պարտադիրը ավելի շատ այդտեղ եմ հասկանում։ Այսինքն պետությունը իր հոգացությամբ
վրա տակ պետք է վերցնի այդ 12-ամյա կրթությունը, որ մասնագիտական կամ դպրոց կամ ակադեմիական դպրոց նշանակություն է։ Ես կարծում եմ այդպես պետք է լինի։ Այլապես շատ խոթեր կան, երևի այս հաղորդման սահմաններում։ Չփոխենք թեման, իհարկե, ասենք Ես կարծում եմ, երբ որ 12-ամյա կրթությունը պարտադրի, չէ՞ որ այդ նոր եկող սերունդը ծնողներ են դառնալու եւ կիրթ ծնողից կիրթ երեխա սերունդ կդաստիարակվի։ Շատ լավ կիրթ երեխա կդաստիարակվի, եթե բոլորը մանկավարժական համալսարան ավարտեն։ Ֆանտաստիկ երեխեք կարելի է։ Մի փոքր իմ կարծիքով վիճելի է, որովհետեւ միջնակարգ կրթությունը կարևոր նշանակություն ունի ընդհանրապես։ 9-րդ դասարանից հետո այսօր եւս շատերը գնում են ավագ դպրոց ու այդպես էլ 3 տարի չեն սովորում։ Կարծում եմ տարեսկզբին խորհրդակցության ժամանակ պարոն Աշոտյանը հայտարարեց, որ բացակայությունների թվաքանակը ավագ դպրոցում 200 քանի դասաժամից նվազեցվել է 100 քանի դասաժամ, որտեղ մենք բոլորս գիտենք, որ կա այդ խնդիրը։ Աշակերտը ֆիզիկապես դասին ներկա չէ, բայց նա դասամատյանում դասին ներկա է։ Մի խոսքով, այս խնդիրները ցավոք դեռ հաղթահարված չեն, բայց կարծում եմ քննարկման բոլորովին այլ թեմա է։ Ասեք պարոն Համբարձ։ Հարցի վերաբերյալ աշխուժացնելու առումով բոլորովին վերջերս կրթության նախարարի հանդիպումները ուսումնական տարվա մեկնարկի շրջանակում նաև արհեստագործական եւ միջին մասնագիտական ուսումնական հաստատությունների տնօրենների հետ համանման հանդիպում եղավ եւ աշխուժության առումով մոտավորապես մինչեւ 2.5-ից մինչեւ 3000 Հայաստանի Հանրապետության քաղաքացիներ այդ 9-րդ դասից հետո ոնց որ թե չեն շարունակում կրթությունը, այսպեսի թվային տվյալներ մինչեւ 4000 հասնում անվանից։ Յուրաքանչյուր տարի երևի կլինի ինքնատիպություն։ Եվ դրանք հիմնականում ոչ մայրաքաղաքի բնակիչներ են։ Հա, բնականաբար եւ այս առումով սրանց գերակշիռ մասը կարծում ենք արհեստագործական եւ միջին մասնագիտական ուսումնական հաստատությունների դիմորդներ են, հավակնորդներ են եւ ուղղակի մի նկատառում էլ եւս կարծում եմ մինչեւ 2017 թվականը այդ թիվը կամաց նվազելու է, ինչու որովհետեւ արդեն ուսումնական տարվա մեկնարկից հետո, երբ որ իրավական ակտերով թույլ չի տրվում ընդունելություն կատարել, շատ են այնպիսի քաղաքացիներ, որոնք որ ուրեմն դիմում են արհեստագործական կամ միջին մասնագիտական ուսումնական հաստատություններ, այդ թվում նաև հանրակրթական դպրոցներ եւ խնդրում են կրթությունը կազմակերպել, սա իրազեկության պակասի հետևանք է եւ 2-3 տարվա ընթացքում մինչեւ 2017 թվականը քանի որ տեսնում ենք որ արդեն տարի հանրության շրջանում իրավագիտակցությունը բավականին բարձրանում է երիտասարդների մոտ ոնց որ թե կայծակնային է այս ամենը եւ շատ երիտասարդներ արդեն նկատում ես որ ինքս նաեւ դասախոսելով Բրյուսովի անվան լեզվահասարակի գիտական համալսարանում նկատում եմ որ երիտասարդների մոտ ուրեմն հետաքրքրությունը եւ իրավագիտակցության առումով անհամեմատ ավելանում է, թե 4-5 տարի առաջ մարդիկ երիտասարդները մի փոքր կամուկացի մեջ են, ինչ որ հարցեր ուղղելու, դիմելու եւ այլնի առումով իրենց իրավունքների վերաբերյալ ինչ որ հարցեր պարզաբանելու, ճշտումներ տանելու, այսօր ավելի համարձակ են, շատ հաճախ ավելի համարձակ են, քան իրենց ծնողները, երբեմն լինում են այդպիսի դեպքեր։ Եվ կարծում եմ, որ արդեն 2 տարվա ընթացքում այս տենդենսը, քանի որ ձնագնդի էֆեկտ ունի, ինքը ավելի կմեծանա եւ այդ 3-4000 թիվը, որ ինչպես նշվեց, դա նվազելու է, ինքը նվազման օբյեկտիվ միտումներն ունենալու եւ 12-ամյա պարտադիր կրթության հանգամանքով պայմանավորված վերանալու է։ Իրավամբ սա շատ կարեւոր քայլ է, երբ որ պետությունը ընդառաջ է գնում եւ հանրության բնակչության կրթական ցենզի բարձրացնելու առումով եւ սա կարծում դրական մոտեցում պետք է ամեն օր ունենա եւ յուրաքանչյուր Այստեղ բանավեճի խնդիր կա, պարոն Համբարձյան, ամեն դեպքում, բայց պարզապես ժամանակ չկա բանավիճելու, որտեղ ձևի եւ բովանդակության անհամապատասխանության խնդիրը ցավում եմ կրթական համակարգում դեռևս լուծված չէ։ Ճիշտ այնպես ինչ երբ որ ներդրվում էր ավագ դպրոցի գաղափարը, ձեր գործընկերները ասում էին, որ դուք կտեսնեք 2-3 տարի հետո կրկնուսուցների ինստիտուտը կվերանա ընդհանրապես, որտեղ ավագ դպրոցը կգա փոխարինել, չեղավ դա։ Բայց մի շատ լավ բան եղավ ավագ դպրոցի պարագայում, ուրեմն ներդրման, ուրեմն այսօր ավագ դպրոցների եւ արհեստագործական ու միջին մասնագիտական կրթական հաստատությունների միջև ընթանում է մի աննկարագրելի պայքար եւ շեշտը դրվում է կամաց բովանդակային մասի վրա, դա շատ լավ է, այսինքն եթե ժամանակին դպրոցը քաղաքացիները դպրոցի ոչ գովազդում էր իր ծառայությունները, ոչ կրթության նկատմամբ երբեմն ուշադրությունը ցածր էր պահում, այսօր արդեն այլ ընտրանք չկա, եթե որակյալ կրթություն, եթե կարգապահություն, եթե կրթության նկատմամբ հետաքրքրությունը մեծ չլինի դպրոցում ոչ չեն դիմի, աշակերտները ազատ են նաև ընտրելու թե որ դպրոց կգնան, սովետական միջության ժամանակ դու պարտադրված
ցանկացած էր գնալ այդ դպրոց, ապրում էր այսինչ հասցեի։ Տեսեք, օրինակ մի վարչական շրջանում Երևան քաղաքում ունենք 3-4 ուսումնական հաստատություն, ես արհեստագործական եմ միջին մասնագիտական, ես նայում եմ, տեսնում եմ հերվից, ուշադրություն ես դարձնում, որ շեշտը գնում է որակական հատկանիշներով, բացարձակապես կարգապահության վրա, որակյալ կրթության վրա, որ ծնողը գիտի, որ երեխան կարգապահ միջավայրում է, ինքը արդեն հանգիստ ուղարկում է երեխային այնտեղ։ Երբ որ ծնողը գիտի, որ երեխան գտնվում է այնպիսի միջավայրում, որտեղ իրավամբ կրթությունը կրթական ծառայությունն մատուցում, անպայման ուղարկում է այնտեղ։ Իհարկե բնականաբար նաև այս սրան նպաստում է նյութատեխնիկական հագեցվածությունը, ջեռուցում եւ այլն, որովհետեւ դա ժամանակի խնդիր է։ Իդեպ եւս մեկ հարց ձեր ոլորտում միջմասնագիտական կրթության պետությունը որոշակի մասնագիտությունների գծով ապահովեց անվճար կրթություն, սրա արդյունավետությունը արդեն գնահատելի է, չափելի է թե ոչ։ Ուրեմն տեսանելի է, որ կան մասնագիտություններ, որտեղ հետաքրքրությունը էապես մեծանում է։ Ուրեմն արվեստի մշակույթի ոլորտում պետության կողմից այսօր տարվում է գրեթե այս տարի անվճար է ընդունելությունը արվեստի մշակույթի ուսումնական հաստատություններում 98%-ով Արդյոք խոսքը վերաբերում է նաև էստրադային, թե ոչ։ Այո։ Որտեղ հիմա շատ մոդայիկ է դարձել, հա, յուրաքանչյուր երրորդ երիտասարդ երազում է դառնալ կամ դերասան կամ հաղորդավար կամ ժողգործիքներ, ուրեմն փողային, լարային եւ այլն բոլոր տեսակի գործիքների ուղղությամբ ընդունելությունը այս տարի 98%-ը 1-2 տեղ 1-2 ուսումնական հաստատությունում կարող է լինել, որ վճարովի ուրեմն վճարովի ուսանողներ կան։ Ուրեմն պետության համար առաջնային տնտեսության ճյուղերի, գյուղատնտեսության բնագավառի, հանքահոմքային արդյունաբերության, туриզմի, հանրային սննդի, տեղեկատվական տեխնոլոգիաների այս ոլորտի ուղղությամբ արհեստագործական պետպատվերներ հիմնական կրթության հիմքով ընդունվում են բոլորը անվճար։ Միջնակարգ կրթության հիմքով հարաբերակցությունը փոքրինչ իհարկե զիջում է վճարովի ուսուցման հիմքը, բայց ուսուցման տեսակը վճարովի, բայց ուրեմն կա որոշակի պահպանվել է, բայց այստեղ էլ ենք տեսնում, օրինակ բաց լեռնային աշխատանքներ մասնագիտության ուղղությամբ մեզ համար նշանակություն չունի, հիմնական կրթությամբ թե միջնակարգ մենք բացառապես անվճար ենք կազմակերպում։ Եվ սա է, եւ սա ըստ էության մեծապես նպաստում է օրինակ Ալավերդիում, Քաջարանում, այնպիսի քաղաքներում, որտեղ որ հանքահոմքային արդյունաբերությունը այդտեղ մասնագետներով ապահովելու խնդիրներ են։ Շատ բարի, մեր եթերաժամը մոտեցավ ավարտին, պիտի խնդրեմ ամփոփել շատ կարճ եւ ասել ճանապարհի վերջո, որովհետեւ նպատակը մեկն է, ապահովել որակյալ կրթություն եւ որակյալ մասնագետներ, որովհետեւ նրանցով է լինելու որակյալ կենսամակարդակ մեր երկրում։ Ասացեք խնդրեմ, պարոն Գրիգորյան, որն է ճանապարհը, կամ եթե գնում ենք ճիշտ ճանապարհով, ապա շատ լավ։ Գնում ենք ճանապարհով, դա ճիշտ է, միանգամից չի կարելի այսօր ասել, մի քանի տարվա ընթացքում կարելի է այդ մոնիտորինգ անել եւ ասել ճիշտ է այդ ճանապարհը թե ոչ, բայց այն որ հիմա քոլեջները, կրթական մասնագիտական հաստատությունները ուժեղանում են, դա միանշանակ է եւ երևում է։ Տիկին Գասպարյան։ Ես նույնպես կասեի, որ այսօր միջին մասնագիտական կրթություն, այսինքն ուսումնարանների դերը բավականաչափ բարձրացել է, բայց մի ցանկություն կհայտնեի, որ գործատունների, գործարարների եւ ուսումնարանների կապը ավելի հզորանար եւ գործատունները ինչ որ ներդրումներ անեին աշխատատեղերի հարցում ճիշտ լուծումներ տային, ապագա մասնագետների համար աշխատանքի Արտադրական պրակտիկա կոչվածը հաջողվում է Արտադրական պրակտիկա հաջողվածը բավականաչափ հաջողվում է, բայց հիմնականում ուսումնարանների աշխատողների ուժերով հիմնականում, բայց եթե ասենք կառավարությունը որևիցե հնարավորություն տար գործատուին հարկային դաշտում կամ որևիցե մի հարցում պրակտիկայի գնացող երեխաների համար զիջումների գնային, ապա անպայման գործատունները ավելի մեծ սիրով, ավելի մեծ ցանկությամբ, հաճույքով կընդունեին ուսանողներին արտադրական պրակտիկա։ Բայց կառավարությունը իրենց գործատուներին առանցեն է դոտացիա անում այն իմաստով, որ նրան տալիս է պատրաստի կադր։ Այո։ Պատրաստի կադրեր է տալիս, բայց ինչ որ տեղում էլ նաև կա կառավարության Միևնույն է աշխատանքի վայրում, որքան էլ մասնագետը լինի որակյալ, իմ կարծիքով նրա հմտությունները ավելի կոփվում են աշխատանքի մեջ, որտեղ լսարանային դա շատ կարևոր են, բայց կարևոր է գործատուի համար ավելի մեծ շահ, քան վճարունակ քաղաքացին, կարծում չկա։ Ավելի մեծ շահ, այսինքն իր քաղաքացին վճարունակ է,
իր համար ավելի մեծ շատ գոյություն չունի։ Իսկ վճարունակ քաղաքացին պետք է կրթություն ունենա, որ կարողանա աշխատի, հետո որ ֆինանսապես հնարավոր է։ Այսինքն այս գիտակցության առումով ես կարծում եմ հնարավորությունները հնարավոր է որոշակի սողանքներ առաջացնեն, չի բացառվում որոշակի սողանքներ առաջացնեն եւ կարծում եմ այդպես կարող են մեծապես չնպաստել պրակտիկայի առումով։ Ճանապարհը ասեք, խնդրում եմ, որտեղ ժամանակ չունենք։ Ճանապարհը, ուրեմն ես կարծում եմ, որ արհեստագործական եւ միջին մասնագիտական ուսումնական հաստատությունները վերջի տարիներին կոտրեցին հանրության շրջանում այն կարծրատիպը, որ կարելի է ունենալ մեկ կրթություն եւ վերջ։ Հիմա կան բազմաթիվ քաղաքացիներ, որոնք որ 30, 40, 50 անգամ տեսեք պարոն Գրիգորյան ասում է 50 տարեկանում մի քիչ դժվարանում եմ խոհարարության գնամ, բայց կան մարդիկ 50 չեմ, բայց 50-ից սկսեցի մտածել այդ։ Կան մարդիկ, որոնք որ արդեն, այո, իրոք մտածում են, որ ոչինչ այն մի կրթությունը անցավ, հիմա նոր մասնագիտություն եւ ստանում են։ Այս կարծրատիպը, որ կոտրվում է արդեն, սա շատ կարեւոր է, որովհետեւ սա նոր հոսք է ենթադրում ուսումնական հաստատություններ։ Այսինքն գալիս ենք նրան, որ մարդը իր ամբողջ կյանքի ընթացքում պետք է սովորի եւ մի շարք մասնագիտություններ ձեռք բերի։ Իմ կարծիքով այդպես հետաքրքիր է։ Կրթության որակի մարտահրավերների համար միակ ճանապարհը կրթության բոլոր մակարդակներում դա համապատասխանաբար մասնագիտական եւ անձնային աճ ապահովման, ներքին մոտիվացիա եւ համապատասխան միջավայրի ստեղծումն է։ Հենց որ կարծում եմ այդ երկու հիմնական բաղադրիչի համակցվածությունը կբերի այն արդյունքի, որի մասին մենք այսօր բավականաչափ երկար խոսեցինք։ Շնորհակալ եմ ձեր տրամադրած ժամանակի համար եւ շնորհակալ եմ ձեր հետաքրքիր տեսակետների համար ու առհասարակ շնորհակալ եմ այն աշխատանքի համար, որ անում եք ամբողջ տարվա ընթացքում։ Այսպեսին էր այսօրվա ճանապարհը, միացեք մեր քննարկումներին յուրաքանչյուր շաբաթ ժամը 19:30 առայժմ։